Երբ գյուղում հոսանք չի լինում, օգնության է գալիս ավանդական մեթոդը։ Մոշաթաղի միջնակարգ դպրոցն է։ 7-րդ դասարանցիների մոտ գրականության ժամ է, ուսուցչանոցում են պարապում։ Անձրևները շատ են եւ իրենց դասարանի վիճակը շատ ահավոր է, անդադ կաթում է ու ամբողջությամբ ջրի մեջ է գտնվում դասարանը, դրա համար հնարավոր չէ դասարանում դաս անել, հաճախակի անում ենք ուսուցչանոցում, որովհետեւ ազատ դասարան չկա։ Ինֆորմատիկայի կաբինետը ժամանակավոր չի գործում, համակարգիչները ռազմագիտության կաբինետում են, գրքերն էլ ցելոֆանե վերմակների տակ։ Պարապմունքներին զուգահեռ պետական միջոցներով վերափոխվում է դպրոցական շենքի տանիքը, միայն թե եղանակներն են անբարենպաստ։ Բնականաբար այս եղանակային պայմաններից ելնելով ներսում էլ բավականին խնդիրներ առաջացան, այսինքն կաթոցների հետևանքով եւ խոնավ եւ հատակը այդ լինոլեումը ինքը խոնավացած վիճակում է, դա էլի մեկ կառավարական մակարդակով խոստացել են, որ ներսում էլ բավականին շինարարական խտանքներ կարվի, թերությունները կվերացվեն։ Ավարտական դասարանի տղաներն ուզում են օր առաջ ավարտել շինարարությունը։ Գագիկը, Գևորգն ու Էդիկը ձեռք են մեկնում շինարարներին։ Ասում են, ինչով կարող ենք օգնում ենք, բայց մի պայմանով չպետք է տուժեն պարապմունքները։ Ավազը ներքևից հանենք հեշտ միջոցներով, քարուզի բերենք, ցանկացած ցեմենտ, ցեխը խառնենք տանք իրան։ Այդ էս գործ էր, թեթև հեշտ գործ էր։ Տոլը տանենք փռենք կրիշում։ Շուտով ավարտին են մոտենում առաջին մասնաշենքի տանիքի վերափոխման աշխատանքները։ Արհեստավորները վերջին դետալներն են պատրաստում։ Հետո դպրոցականները մյուս մասնաշենքում են պարապելու, այնքան մինչև ամբողջությամբ չփոխվի տանիքը։ Աշխատում ենք, ցուրտ է, խոնավ է, բայց ինչ արած։ Արդեն կողքի կորպուսի տանիքը վերանորոգվում է, մենք էլ այստեղ էլ աշխատանքները ընթանում են։ Այսինքն երկար չի տևի։ Մեզ խոստացել են մինչև հոկտեմբերի վերջ այս տանիքի խնդիրը լրիվ կկարգավորվի։ Մնացածը արդեն բառարանները կտեղադրենք, տեղում ամեն ինչ կարվի։ Մոշաթաղի դպրոցական շենքը խորհրդային տարիներին կառուցված տիպային շենք է։ Կրթօջախի տնօրենի խոսքով հարմարությունները լավ են, բայց կապիտալ վերանորոգման կարիք ունի։ Հուսով են, որ դժվարությունները ժամանակավոր են։ Հաջորդ տարի դպրոցը 10 առաջին դասարանցի է ունենալու։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։